Բարի սիրելի բարեկամներ, ոնց տեսնում եք այգի ենք եկել մարզվելու։ Մարդ չկար այժմ, մի երկու հոգի այնտեղ մեկը շաննաման տալիս, մի հոգի էլ վազում էր, աշակերտներ չկան էլի, մյուս օրերին որ գալիս ենք շատ են լինում, դպրոցներից բերում են այստեղ, ֆուտբոլ են խաղում, վոլեյբոլ բան են խաղում, չգիտեմ, վազում են, հետո ինչ էր կոչվում, այն կարճ վազքեր էին անում, որ ուսուցիչները բանի տետրի մեջ նշումներ էին անում, հիշում եք, ժամանակի վրա էին վազում, կարծում եմ, չեմ հիշում, մեր ժամանակ անում ենք, ես շատ էի սիրում այդ վազքերը, ընդհանրապես սպորտը շատ էի սիրում, շատ մարզվում ենք, 20 րոպեա մի քիչ էլ մարզվենք ու վերջացնենք։ Մի քանի հոգի էլ կան մեր հետ մարզվող։ Տերևաթափաստը չեն էլ հավաքում, ուսին շատ սիրուն է, ավելի լավ որ չհավաքեն, բայց բասկետբոլի դաշտի մեջ էլ է։ Երան են ժամանակները, որ դպրոցում հանձնարարում էին աշնան մոտիվներով, բաներ էինք սարքում, չորացրած տերևներով, բանով, կամ գրքերի մեջ չորացրած տերևներ էինք դնում, այ հիմա ես մի քանի հատ իմ հետ տուն գտանեմ այս սիրուն տերևներից։ Գրքերից էջանշան կսարքեմ, ունեմ էջանշաններ, բայց տերևներից կսարքեմ, չկա սիրուն են։ Չի կարամ մի անգամից մարզեի վերջացնեի ու տուն գնայի, պետք է մի քիչ այգու ման գայի, Աշոտներ շտապում է պետք է գնա, տերևներ եմ հավաքում, ասում է, կարող է այսօր դու տուն գաս վերջը, ասում եմ հա կգամ, բայց մի քիչ ուզում եմ մնամ, հիմա ինքը գնաց, ես շատ չեմ կարա մնամ, որտեղ տան բանալի չեմ վերցրել, քան ինքը տանն է, պետք է ես էլ գնամ, որ ինքը դուռը բացի, ուրեմն հիմա ուզում եմ այստեղ մի հատ էս լճակը տեսնեի ու գնայի, էսա բադիկներն են այստեղ, չի էլ վախենում, սիրուն տեղնակտուց բադիկը, մի հատ ինչ-որ տարբերություն կար, որ կարային արուներն եկերից տարբեր են, բայց չեմ հիշում ոնց էր, արուների այս գլուխը կատարներն էր, մի քիչ ավելի փայլուն, թե ոնց, չեմ հիշում ոնց էր տարբերությունը, ոնց կարայինք իմանայինք։ Սիրուն աշնանային այգին գունեղ Աշուն ինչքան սիրուն տարվա եղանակը տերևներով գորգը որ նայում եմ ես աշնան նախշուն գույներին հիշում եմ առաջին դասարանում այբենարան կամ հայրենի լեզու այն ժամանակ ինչով որ սկսում էինք անցնել այնտեղ նկարները աշնան սիրուն գույներով հիշում եք ինչքան գիտեք ինչն է շատ հաճելի որ գրքեր էինք ստանում ու գրքերը առաջին անգամ վերցնում ենք ու բացում նայում ենք գրքի հետ էինք ծանոթանում գրքի հետ էի ծանոթանում ու ինչքան շատ էի սիրում դպրոցը։ Հիմա ասում եմ, որ մեծանում ենք, մտածում ենք Երանի նորից
երեխա լինեմ։ Այստեղ էլ ասիրուն անկյուն։ Հիմա այս գեղեցկությունը ոնց չվայելենք մի հատ։ Սագերը մյուս ափին են։ Բմբուլներից ահագին կան այստեղ թափված խոտերի մեջ հետաքրքիր փոխում եմ բմբուլները թե ինչ։ Այստեղ ամեն տարի տարբեր ծաղիկներ են այստեղ ցանում։ Իսկ այս ծաղիկները մի քանի անգամ փոխում են, 3 անգամ ոնց որ կամ 2 անգամ փոխում են։ Հրաշք գույներ են, հրաշք։ Տեսեք ինչ գեղեցկություն է։ Անցյալ տարի էլի այս ժամանակ այստեղ եկել եմ, նկարվել եմ անգամ, որովհետև այնքան շատ տերևներ կային դեղին, այնքան սիրուն էր։ Հիմա այս տարի ինչ-որ միջոցառում կար, հավաքեցին, երևի մի 2 շաբաթ, 3 շաբաթ առաջ, դրա համար տերևները քիչ են այսօր։ Հիմա այսօր եմ ասում, որովհետև ես այսօր եմ եկել։ Տերևները քիչ են։ Այդպես ոնց որ լիցքավորվեցի բնությունից, էներգիա ստացա։ Հիմա գնամ ու սկսեմ օրը։ Իդեպ հիմա առավոտ ժամը քանիսն է։ Արդեն համարյա 10 կլինի։ Ասեցի չէ, աշակերտներ չկային, բայց էսա գալիս են արդեն։ Անհնար է, որ աշակերտներին չբերեն այգի։ Այստեղ հաճելի է շատ ֆիզկուլտ բան անելը, սպորտ, ֆիզկուլտ, մենք ֆիզկուլտ էինք, չէ՞ ասի։ Սպորտ անելը շատ հաճելի է այստեղ։ Համարյա տուն հասա, գնամ քանաշուտը տաննա, որ դուռը բացի, ես բանալի չեմ վերցրել։ Խանութ էլ պետքա գնանք, վերջը տան գործերով, հանդիպում էլ ունեմ այսօր, այնպես որ օրը նոր է սկսվում, անելիքներն էլ հետը, փողոցներն է մաքրում, բայց մեկ-մեկ գլխառատ է անում, մեր փողոցը լավ չէր մաքրել, շաբաթվա մեջ ոնց որ 2 օր է գալիս, կամ մի օր է գալիս, չգիտեմ, այդպես ու շատ ես չեմ էլ եղել, բայց մեր փողոցը լավ չէր մաքրել։ Ով է գալու հետևից ստուգի։ Դուք սրանց ծլվլոցը լսեք։ Հավով ապուր եմ պատրաստել ուշ եփող հավով կամ տնական հավով, ոնց որ մենք ենք ասում, ու դարչնագույն բրինձով։ Ես աղավնին չի էլ վախենում մեքենաներից է, մտել է Լիդլի պարկինգ։ Առևտուրը միասին դատարկենք։ Այստեղ սպանախ են վերցրել։ Լվացրած սպանախը, մատխաշ սպանախներ են, թե ոնց կօգտագործեմ չգիտեմ, կամ պետքա տապակեմ, կամ էլ աղցան բանի մեջ լցնեմ, բայց դեռ չգիտեմ, կորոշեմ։ Այստեղ կաթեր ենք վերցրել առանց շաքարի, խաղող, առանց կորիզի, հնդկահավի մսով երշիկ,
Ժամկետը մինչև 5 օր մնում ժամկետին, դրա համար մի հատ եմ վերցրել Քսենյանն ուտում է սրանից, հավի ու հնդկահավի երշիկ է ուտում Քսենյան, ես ու Քսենյան ենք ուտում սրանից, այս քիչ յուղային խոուդա պանիրներից բուտերբրոդի համար, սխտոր մոռացել էի կասայի մոտ հիշեցի, բայց ցուցակի մեջ էլ գրած էր էլի, թե ոնց էի նայում ցուցակը, ես էլ չգիտեմ, նոր հիշեցի կասայի մոտ արագ վազեցի, գնացի մի հատ էլ սխտոր վերցրի, ընդ որում սխտորը միավորներով եմ վերցրել, այնտեղ տեսա 420 միավոր ունեմ, սխտորն ու վարունգը դրանով եմ վերցրել, մի հատ սևցի թապտուղ, կարալյոկը ինչ ենք ասում հայերեն ժողովուրդ, արքայանարինչ, չգիտեմ գրեք իմանում ժողովուրդ ջան, կակի, ուրեմն բանան եմ վերցրել, այստեղ լոլիկ, տոպրակ չէի վերցրել հետս, դրա համար հենց այսպես եմ դրել պայուսակի մեջ, եգիպտացորեն, հատիկները, մի հատ էլ լոլիկ, այս տոմատի մածուկները էլի իրանց ակցիային դրել, միավորներով կարում էի մի հատ վերցնեի, փաստորեն ես ուշադիր չի եղել, մի հատ վերցնում էինք, երկրորդը անվճար էր, ես միավորներով մի հատը վերցրի, երկրորդը անվճար, ստացվեց, որ երկուսն էլ անվճար եղավ, այդպես առանձնահատուկ գինել չունի, ճիշտն ասած 60 ցենտ էին իջացրել, բայց ակցիան այդպիսին էր, դրա համար երկուսն էլ անվճար եղան, սառեցրած բոլոր մեր այն շտապ, որ արագ պետքա, շատ արագ լինում է, ձվածեղ բան, ու շատ լավ պահում է, այստեղ սալատի թերթիկներ եմ վերցրել, գունավորներից մի հատ էլ կանաչից, այս անգամ վերցրել եմ մի հատ սպիտակ ձու, այնտեղ նայեցի, սրա սննդային արժեքը այա, կարմիրինը բեր, թե ավելի ցածր էր, հիմա որ հանեմ կտեսնեմ, մի հատ էլ իհարկե կարմիր եմ վերցրել, վարունգ, էլի խաղող, հաց եմ վերցրել, ամբողջահատիկի հացի տեղը դատարկ էր, սրանից էր դրած, թարգմանվում է գյուղացու հաց, էլի լավ հաց է, անուշը գալիս է, մի հատ սրանից վերցրենք, այնտեղ տեղում ենք կտրում վերցնում, սա մի հատ էլ կարմիր, հա, սրա սննդային արժեքը B է, այս սրանը այա, մի հատ սրանից վերցրի, ես կարմիր ձու եմ սիրում, չգիտեմ էլ տարբերություն կա թե չէ, բայց ամեն դեպքում, այս բրնձի հաց եմ վերցրել, բրնձի վաֆլի հացի տեղ օգտագործելու համար, ավելի առողջարար է, եթե հենց հաց չենք ուզում ուտենք, մի հատ ռոկֆոր, այս անգամ մի հատ սամուրայ սոուս եմ վերցրել, 1000-ից մեկ, որ ուզում ենք, չի լինում տանում, ինթաս շատ էինք առնում, դե սոուզները շաքար են պարունակում, չաղացնում են, դրա համար 1000-ից մեկ կարելի է առնել, սալոր եմ վերցրել, ավոկադո, մի քիչ պետք է հասնի, հələ լավ հասած չի, այստեղ ինչ կա սպասեք, ուրեմն թթվասերը 2 հատ, այս սերուցքից եմ վերցրել մի հատ 7%-անոց, մի հատ էլ վերցրել եմ այս 35%-անոցից, այս հիմնականում վերցնում եմ տորթերի համար, կրեմների համար, այս մեկը այնպես սոզներ բաների համար, կարակ եմ վերցրել 2 հատ, մի հատը չգիտեմ ուրա, մի հատ ցուկ եմ վերցրել, ձկի ֆիլե, այստեղ բրոկոլի ունեմ,
Պիցա եմ վերցրել պատրաստի, վրան էլ ինչ որ բաներ ավելացնում, թարմացնում ենք, նոր ենք դնում ջեռոց, մի հատ էլ այ ֆորմաժ պանիրով պիցա եմ վերցրել, իտալական պիցայա, էլի կաթ, էլի ձուկ, իգլո, այս ձկներից եմ այս անգամ վերցրել, օմեգա 3-ա պարունակում, պիցայի համար պանիր, մոցարելլա էլի, քերած մոցարելլա, այսպիսի պլիտկաներ, շոկոլադներ, այս աշոտնա վերցրել, իսկ ես վերցրել եմ ավելի շատ կակաոյի քանակը, որ քանակը մեջ շատ լինի, տոֆու եմ վերցրել, այս քսովի պանիրներից եմ վերցրել, 24 հատա մեջը, այ սրանցից, իտալական մակարոն եմ վերցրել, սննդային արժեքին նայել եմ այա, էլի կարակ, այս կարակները շատ համով են, լիդլում ենք առևտուրն արել, շատ համով են ու օրական 40-50 գրամ կարակ պետք է ուտել, սերուցքային մաքուր կարակ պետք է ուտել, լյարդը սիրում է կարակ, ճարպ ավելի շուտ, այս ձկներից, սարդիններից, այնտեղ ունեմ ավոկադո ու ունեմ ֆալաֆել, սիսերից պատրաստված, համով են սրանք, սրանք էլ մի անգամից դատարկեմ, դե կիվին էլի վիտամին C-ի համար, տոպրակ չէինք վերցել դրա համար այսպես խառը լցրել եմ, մնաց մի տոպրակ, ես էլ դատարկեմ, մի հատ էլ կարալյոկ կներեք, որ անունը հայերեն չեմ հիշում ժողովուրդ ջան, ես վերցրել եմ այս կակաոյի, այս շոկոլադից 74% կակաոյա պարունակում, կակաո, անկեղծ ասած ոչ թե ուտելու համար եմ վերցնում, այլ մեկ-մեկ որ պետք է լինում մի բան թխեմ ու ուզում եմ շոկոլադ հալացնեմ, լցնեմ վրան, չի լինում մաքուր շոկոլադ տանը, դրա համար եմ վերցրել, բայց ուտելու համար էլ շատ համով են, ես ասեցի, չգիտեմ անցյալ անգամ որ Բրուսել էին գնացել մտանք մաքուր շոկոլադներ էին այդ խանութում, շատ բարձր էին գները ու շատ համով համտեսեցինք, շատ համով էին, սրանք էլ են համով, այստեղ ունեմ սոյայի ծիլեր, աղցանների մեջ կօգտագործեմ, ինձ հատկապես շատ խորհրդատրվում սոյայի ծիլեր, այսինքն իմ հասակակիցներին ես էլ խորհուրդ կտամ, այստեղ վերցրել եմ կանաչ ոլորով պատրաստված պրոտեինով հարուստ մակարոններ, սև թեյ եմ վերցրել, ես սիրում եմ սև թեյը, մեխակ եմ լցնում մեջը, շատ համով է լինում, այստեղ վարունգի թթու, այստեղ վերցրել եմ իտալական տոմատի մածուկ, այստեղ վերցրել եմ մակարոն, գարոխից, գարոխը չգիտեմ ոնց պետք է հայերեն ասեմ ժողովուրդ ջան, էլի շատ պրոտեիններ է պարունակում, սա էլ ուրեմն գարոխի գույնն է, Զուգարանի համար ժավել ու լվացքի 2 հատ հեղուկ, մեկը սպիտակ, մեկը գունավոր շորերի համար և վճարել ենք այսքանի համար, հիմա նայեմ ասեմ, 117 եվրո, 17 ցենտ, Քսենիայի թագավորական թախտն է սիրում այստեղ պարկի, այս ծաղիկը ծաղկել է, Քանի ամիս այսպես չոր վիճակում էր, այսինքն չոր չէր էլի, այս կանաչ էր, ուղղակի ծաղիկ չկար վրան, հիմա ծաղկել է,
Սենյակ քնում ես։ Հո։ Դե քնի չխանգարեմ։ Ամենասիրուն ծաղիկն է, չէ, արևա ծաղիկը շատ սիրուն է, շատ դրական է ազդում մարդու տրամադրության վրա։ Դպրոցի վերջանալու ժամը ավտոբուսը աշակերտներին բերում իջացնում է իրանց հասցեներով։ Այդպիսի գործ էլ կա, որ ավտոբուսի վարորդի հետ մի հատ հենց այդպիսի բան հաստիկ կա, որ առավոտ ու գործից դասերից հետո պետք է երեխեքին ուղեկցեն տուն։ Առավոտ ուղղակի շուտ է, ես մի ժամանակ հետաքրքրվում էի դրանով, բայց այդ շուտ է, իմ համար այդ գործը հարմար չէր, որովհետև պետք է, ես մեր փողոցն է, չէ, հա, սխալ փողոց չմտնեմ, անպայման կարճում եմ մտնելուց առ, որ պետք է երեխեքին ոնց որ նստում են վարորդի կողքը ու աշակերտներին տանում են դպրոց, մեկ էլ դպրոցը վերջանալուց հետո պետք է աշակերտներին տուն ուղեկցեն, ապահով տուն հասցնեն։ Ես մի տարի դրել են վաճառքի ու չի վաճառվում այս տունը, այնքան հին է, բայց այնտեղ էլ են դրել, կարող է իրանցնել են վաճառում, այստեղ իրանք ապրում են, իսկ այս տունը իրանց տունն է, դրել են վաճառքի, շատ հին տուն է։ Վաճառքի դնելուց առաջ գրած էր, այստեղ կպսրած էր, որ քաղաքապետարանը համարում էր, որ այս տունը վթարային է, երևի դրա համար էլ մարդ չի առնում։